Խիշնիկ, ներկայացնում եմ Ղուլինյան սպորտ մենեջմենթը, մենամարտելու եմ իրան ներկայացնող Հոսեյն Զանգիբադիի հետ, ուսումնասիրել եմ հակառակորդիս, լավ հնարքները, բայց ժամանակի շուտ նոկաուտ եմ անելու, մի արի։ Յորա Խաչատրյան, ներկայացնում եմ Ղուլինյան մենեջմենթ մարտական ակումբը, մրցաշարին կմասնակցի Գևորգ Մանուկյանը, վստահ եմ Գևորգը շատ լավ է պատրաստված մրցաշարին, կհաղթի շատ լավ, շատ հետաքրքիր մենամարտ կանցկացնի, իմ կարծիքով մինչև երրորդ ռաունդ չի հասնի մենամարտը։ Դե ինչ, ահա մենք տեսնում ենք արդեն սկսված է երկրորդ մենամարտը, երկրորդ մենամարտում են Գևորգ Մանուկյան, որը ներկայացնում է Ղուլինյան սպորտ մենեջմենթը եւ Հոսեյն Զանգիաբադի, որը ով ներկայացնում է Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Այո, նրանք արդեն MMA կանոններով մենամարտելուց արդեն հատակին են եւ էլի կարծես խեղտող հնարք է բռնել մեր հայ մարզիկը, հա, կարծես նա է բռնել, այո, նա է։ Եվ տեսնենք թե ինչպես են նրանք այս մենամարտը շարունակում։ Տեսնում ենք մեր Իրանի Իսլամական Հանրապետության մարզիկ Հոսեյն Զանգիաբադին, որը տակից էր հնարք կատարում, իսկ մեր Գևորգ Մանուկյանը մականունը Խիշնիկ հենց կոչված, կարծես, ահա, ոտքի վրա են նրանք երկուսն են։ Դե ինչ, մեկնաբանեք, պարոն Ծատուրյան, կանգ դիրքից ինչ կարա լինի։ Տեսեք, որքան ուշադիր է նաև ռեֆերին, քանի որ ռեֆերի հիմնական գործոններից մեկը մարզիկների առողջությանը նաև հետևելն է։ Այո, բայց սխալ Հոսեյն Զանգիաբադին փորձեց ոտքի անցում անել, գծման նպատակով, բայց Գևորգը կանգնացրեց հարվածներ եւ առաջին ռաունդի ավարտ։ Այո։ Դե ինչ, պարոն Ծատուրյան, ես էլ փոքրուց բռնցքամարտ, քիքբոքս, ֆուլ կոնտակտ եւ տարբեր մարտարվեստներ, տայսկի բոքս շատ մոտիկից ուսումնասիրել եմ միշտ կանգ դիրքում, ինձ թվում է պարոն Ծատուրյան, մեր ժամանակ Բրուսլիներ մոդա, կանգ դիրքից կռվել, կարատե եւ այլն, հիմա 21-րդ դարում MMA-ը ահավոր աճ ունի, քանի որ իմ կարծիքով սովորեցնում է դրսում առաջինը պաշտպանվել, թե գծումներով, թե հատակին եւ թե կանգ դիրքում, բայց ձերը արդեն կարելի ասած խոբի է, որ կանգ դիրքն է ձերը միայն։ Տեսեք, ընդհանուր առմամբ, պարոն Օհանյան, գծումներ այն մարտարվեստների շարքին, որով ես զբաղվել եմ, մտնում է նաև Սանդաուշուն։ Այո։ Սանդաուշուն նույնպես ունի գծումներ։ Այո։ Գծումային համակարգ ունի եւ ես նաև Սանդայի մենամարտեր եմ դատում կամ դատել։ Այնտեղ տարբերությունը MMA-ի եւ Սանդայի կայանում է նրանում, որ գծումից հետո մարզիկները չեն շարունակում աշխատել։ Այո։ Անմիջապես մրցավարը դադարեցնում է մենամարտը եւ միավորներ շնորհում։ Դե ինչ, երկրորդ ռաունդ։ Ահա, տեսակ նորից անցում ոտքերին։ Փորձում է ոտքերից գծման հնարք կատարել, անընդհատ մնում է տակը։ Բայց Գևորգը դրան ոնց որ կարծես պատրաստ է, ուզում էր անցում անել մեջքի չթողեց։ Այո։ Իրանի Իսլամական Հանրապետության մարզիկը Հուսեյն փորձեց ինքը անցում անել եւ կարծես նրա մոտ ստացվեց։ Կոնտր հնարք կատարեց եւ անցավ մեջքի ետևում։ Հիմա տեսնենք հուսանք ավելի հետաքրքիր հնարք իրականացնի։ Շատ կարևոր բռնվածք իրականացրեց մեր հայ մարզիկը։ Հայ մարզիկին Հոսեյն է բռնված կատարել վերևից, բայց Գևորգը ինձ թվում է պետք է որ դիմանա, որովհետև Չէ, մեր մարզիկն է բռնում կատարել։ Ահա, ներողություն, մեր մարզիկն է, բռնվածքը կատարել եւ նույնիսկ խաչ կոչվող
հնարքն է կատարում, տեսակ խանգարեց այն հանգամանքը, որ շատ էր մոտեցել կանատներին, հիմա տեսնենք, եթե հնարավոր լինի նույն կերպ եռանկյունի բռնվածքը կատարել, տեսեք ոտքը չբռնեց այս անգամ, բայց այն ժամանակ բռնել էր արդեն, ափսոս։ Այո, ահա տեսնում են Գևորգը փորձում է հարվածներով նրան շեղել, որ հնարք չկատարի, բայց Հոսեին հանգիստ գնում է իր հնարքին, իսկ թե ինչ կլինի, կտեսնեք ինքներդ, պարոն Օհանյան, օրինակ ռինգում MMA անցկացնելու եւ ութանկյան մեջ անցկացնելու առավելությունն էլ հենց նա է, որ որտեղ որ հայտնվեցին մարզիկները, այդ դիրքում շարունակում են աշխատել։ Տեսակ մեր մարզիկը ուներ առավելություն, բայց երբ բերեցին ռինգի կենտրոն, մի փոքր փոխվեց իրավիճակը։ Իհարկե, դե ոչինչ, ինչ ասենք, դեպի մեծ ռինգերում ավելի պրոֆեսիոնալ կլինեն, թեկուզ ձեր ասած ութանկյունում ավելի դիպուկ։ Ահա տեսնում ենք, նա էլի հարվածներ է կատարում, իսկ Հոսեին չի հանձնվում, դիմանում է եւ ոտքերը կարծես նույն դիրքում պահում է, որ ինչ որ բան է մտածել, բայց Գևորգը չի թողում նա կատարի այդ մտածածը։ Այս հարվածները բոլորը միավորներ են ու ցնցող, կանգնացրեց ռեֆերին, կանգնացրեց ռեֆերին, ճիշտ է տենց լուրջ վնասվածք չունի, ուղղակի նա չի ուզում կանգնի, իսկ ողջույնները Գևորգ Մանուկյանին, հաղթանակ Ղուլինյան սպորտ մենեջմենտի ներկայացուցիչ Գևորգ Մանուկյանին, այո, նրան ողջունում են նրա հարազատները, նրա ընկերները, իսկ Հուսեյնին մոտիկացել են իր մարզիչը տեսնում եք ես մարզական սպորտային դաստիարակությունը շատ եմ սիրում, երբ որ վերջում իրար հետ ընկերություն են անում ու ցուցաբերում են, բոլորն էլ ընդամենը սա մրցաշար էր, որտեղ հաղթող են ճանաչում ու հոգեպես իրար դեմ տրամադրված չեն լինում։ Միշտ նրանք կպարգևատրեն, պարոն Ծատուրյան, մենք մեր խոսքը ավարտենք, ես հասկացա, որ դուք սաներին ուսուցանում եք, որ հաղթող ճանաչեն կանգ դիրքից, կարողանան միշտ կանգնած դիրքից, բայց MMA-ն է սովորացնում է, եթե հանգարց բակում գետնին ընկար, ոնց ընկնես, ում գցես եւ կարողանաս քեզ գետնին էլ պատրաստ պահես։ Պարոն Օհանյան, երբեք դեմ չեմ եղել որևէ մարտարվեստին, ողջունում եմ բոլոր մարտարվեստները եւ հորդորում բոլորին զբաղվել ցանկացած մարտարվեստով, քանի որ ցանկացած մարտարվեստ դարձնում է քեզ հոգով ավելի ամուր, ֆիզիկապես ավելի ամուր եւ ամենակարևորը հայրենասեր։ Իհարկե։ Այսպեսի մենամարտից հետո, այո, առողջ մարմին, առողջ շրջապատ կունենաս։ Ահա, տեսնում ենք Կարմիր անկյուն Գևորգ Մանուկյան, Ղուլինյան սպորտ մենեջմենտի ներկայացուցիչ։ Ողջունում ենք նաև Ղուլինյան սպորտ մենեջմենտի մենեջմենտ հիմնադրին Ռազմիկ Ղուլինյանին, որոնք այս պահին գտնվում են Կապանում, այո, մրցաշարերի են։ Նրանց անվնաս մենամարտ ենք ցանկանում եւ բարի վերադարձ։ Իսկ մենք կրկին շնորհավորում ենք Գևորգ Մանուկյանին, որը ներկայացրեց Ղուլինյան սպորտ մենեջմենտ կազմակերպությունը։ Ահա նրան ողջունում են բոլոր իր ընկերները, ահա տեսնում ենք Ղուլինյան սպորտ մենեջմենտի հիմնադիր Ռազմիկ Ղուլինյանին, ողջունում ենք նրան եւ ցանկանում ենք ապագայում լավ մրցաշարեր կազմակերպի։ Պարոն Ծատուրյան, մի երկու խոսքով մենք միջհաղորդումը փակելը, քանի որ այս տարվա 2021 թվականի վերջի մեր հաղորդումն է, քո խոսքը մեր հայ ազգին։ Շնորհավորում եմ բոլորի գալիք տոները եւ 2022 թվականին ցանկանում եմ խաղաղություն մեր հայ ժողովրդին, միակ երազանքս ու միակ փափագս Հայաստանի Հանրապետությանը առողջանալն է 2020-21 թվականների բոլոր կորուստների վերականգնման եւ կորուստների ամբողջականացման տարի լինի։ Թող պատերազմ չլինի, թող խաղաղ երկինք լինի,
Մենք էլ մեր գործը շարունակենք։ Դե ինչ, պարոն Ծատուրյան, ես էլ շնորհավորում եմ գալիք նոր տարին, թող այս տարի, ինչպես դուք ասացիք, խաղաղություն լինի ու բայց հաղթանակի տարի լինի, կարողանանք ամեն ինչ գցենք տեղը։ Դեպի մեծ ռինգ կհանդիպենք մյուս տարի շաբաթ օրը 22:50